մենք դատախազության առաջ էսակցան կոնկրետ ուղղված էտատելության, մեկ էլ երկրորդ հարցը կոռուպցիոն թալանչի խոսքի այդ հասկացողությունը հանրության մեջ սերմացնող այդ հարցերի շուրջ են կայնված։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, կա երկու ուղղության աշխատանքներ, որը իրականացվում է պետական մակարդակով, որը իրականացվում է հանրության մեջ։ Բոլոր հանրության մեջ տարբեր երկրներում, տարբեր ղեկավարների կողմից ինչ ավելի շատ գեներացվում է, հանրության մեջ էլ ժողովրդի կողմից դա սերմացնվում է։ Այն ներկայացուցիչների կողմից, որը ուղերձված կամ էլ էս մեկ է մյուսը։ Եռաբոլորում չկա արցախցի եւ հայաստանցի, կա հայազգ։ Բոլոր տեղերը մարտադաշտում չի եղել հայաստանցի եւ արցախցի, եղել է հայազգ։ Ու մնացած բոլոր հարցերի շուրջ, մնացած բոլոր կարևոր ազգ հասկացողության մեջ այն մարդիկ, որ մտցնում են տարանջատումը, դրանք նույնատիպ թշնամի վտանգավոր մարդիկ են մեր ազգի համար։ Դատախազությունը, պարտականությունը, իրաց աշխատանքները առաջի հերթին պիտի ուղղված լինի հանրության մեջ սերմացնող այդ մարդկանց ներգրավելու պատասխանատվության։ Եթե չեն անում, պահանջում եք ղեկավարությանը դուրս գալ հանրության մեջ ներկայացնի հիմնավորված բոլոր այդ պատասխանները։ Ինչա ձեզ խանգարում, ինչա ձեզ բոլոր բաները ձեր ձեռքին է, օրենքներն է ձեր ձեռքին, բոլոր հնարավորություններն է ձեր ձեռքին։ Ուրեմն հետատելության հետ կախված, նորից եմ ասում, կա ինչ-որ բան ուղղություն կոնկրետ այդ աշխատանքները իրականացնելու համար, որ պառակտում մտցնելով եկել ենք հասել այս իրավիճակին։ Պառակտում մտցնելով մեզ այսօր փորձում են մեր ժողովրդի մեջ իրար նկատմամբ հանեն իրաց մեղքերը գցեն մեր վրա, որ մեր ժողովրդով իրար մեջ հարցերը պարզեն։ Չի լինելու, չի ստացվելու։ Արցախցիներն է, գյումրեցիներն է, Սյունիքի ժողովուրդն են, մենք մի ազգ ենք, ու ես գիտեմ, որ մեծամասնությունը, գիտակցությունը, առողջ տրամաբանությունը բոլորի մեջ կա։ Բայց մենք ինքներս թույլ չպիտի տակ որպես հանրության մեջ ժողովուրդ, որ դա իրականանա, դա խայտարակ բան է։ Դրսի նայող ուրիշ երկրների ժողովուրդը նայում է մեջին ինչ է կատարում։ Ոնց կարող է ազգի մեջ իրար նկատմամբ ատելություն լինի, այս բան չկա։ Դա կա, նորից եմ ասում, պետության ղեկավարը, եթե դու ուժեղ ղեկավար ես, դու պիտի կողմնակից լինես, որ բոլորը հավասար լինեն, որպես մի ազգի ներկայացուցիչներ։ Եթե բացթողումները կա, էլի ձեր խնդիրներն է, էլի ձեր ձեռատու բաներն է, որ դուք եք իրականացնում։ Հաշվի առնելով այս բառերը ինչի համար եմ օտագործում, որ պետական մակարդակով ներկայացուցիչներն են դերաները բացում, էլ էցելի տարանջատում կամ ատելություն մտցնում ժողովրդի մեջ։ Երկրորդ հարցը թալանչիների հետ կախված, թալանչի, խոսում են միշտ, ու խոսում են այն մարդիկ, որ շարունակում են այդ թալանը այսօրվա իրավիճակում էլի նույն գործողությունների պրոցեսներով եւ նույն ծրագրերով։ Թալանել եք իմ երկիրս, ծախել եք իմ երկիրս, Արցախը ծախել եք։ Այդ թալանչի այդ դրա պատասխանը տվեք։ Հիմնավորած ձևակերպով տվեք։ Եթե չունեք այդ պատասխանները, որ արտակարգում եք մնացած թալանչիների մասին, մենք բոլորը այստեղ հավաքվել ենք, տեսնենք անուն առանուն, հիմնավորած ձեր ձեռքին կա բոլոր այդ հնարավորությունները։ Բացահայտեք, ներկայացրեք ժողովրդին այդ թալանի սկիզբն ու մինչև վերջը, դրանց անունները։ Պետք է թալանի խոսքի տակ էլի մարդկանց մեջ մտցնեք, որ ասում է մեր մեջ, անձապի մեջ կամ մնացածի մեջ այդ տարանջատման կամ էլ ասեք գնացեք թալանչիներից փող վերցրեք։ Բայց իշխանությունը դուք եք 7 տարի ստեղ, 7 տարի երկրի գլուխ եք կառնած, այդ թալանչիների խիչ եք մեկին բերել հասցրել, ժողովուրդը առաջ ասեք այդ թալանչին էսի է։ Խիչ եք կարել հարցացակում, ու հարցացակում հետ միասնել կասկածանքի տեղ է տալիս, որ դուք եք մասնակից այդ թալանչին, որ դուք եք դրավորացման այդ գործողության պրոցեսներին, դա ձեզ ձեր է տալիս, որ ձեր ընթացքում աթոռի նստել, աթոռի պահելու համար եղած դեպքում միշտ արձագանքեք դրա մասին։ Պետական մակարդակով ղեկավարս մատ է թափ տալիս թալանչիներին, պատի շարելու է դեպի արա էլի արա ինչ չխի ովակ ես խանգարում։ Արեք, հիմա այսօր կանգնած եք դատախազության առաջ, պահանջում եք գլխավոր դատախազին դուրս գա ստեղ, ձևավորած պատասխաններ եկել եք հարցնելու,
Թալանչի հասկացողությունը բերեք հասկացնեք, ում մասին է խոսքը գնում, ժողովուրդը ուզում է հասկանա։ Մենք կողմնակից ենք, մենք գիտենք, որ կա թալանչիներ, եղել են, կան, ու շարունակում են մեր թալանը լինելու այդ թալանը։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կոնկրետ մենք որ ասում եմ հասցեատերներին պահանջենք պատասխանը ստանալու համար։ Դրա համար այս հարցի կապակցությամբ մենք գտնում ենք դատախազության առաջ։ Խնդրում եք գլխավոր դատախազին դուրս գաստեղ, հաշվի առնելով ժողովրդի իրաց կողմից են մտահոգությունները թալանչի հասկացողության հետ կախված, դուրս գաստեղ մեզ պատասխանը ներկայացնեն։ Ինչ աշխատանքներ է իրականացվում, ինչ ուղղության վրա է այդ աշխատանքները, հանրային ժողովրդին թող բացատրեն, որովհետև տարբեր կողմերից սերմացած ինչ-որ ներկայացուցիչներ բերանի փաթաթանք են սարքել, մեզ էլ փորձում են ժողովրդին գցեն այդ գործողությունների կամ այդ մասնակցության մեջ։ Չկա տես բան։ Դուրս եկեք ստեղ ժողովրդի պատասխան տվեք, այս հարցի պատասխանները ստանանք մենք։ Շնորհակալություն։